Առանձնահատուկ ողջույն ձեզ, սիրելի կանայք, մայրեր, քույրեր, տատիկներ։ Մարտի 8-ին Նինոսմինդայի մշակույթի տանը տեղի ունեցավ տոնական համերգ նվիրված կանանց միջազգային տոնին։ Համերգին մասնակցում էին մշակույթի տան, Փարվանա եւ Սայաթ-Նովա համույթներն ու Փոկայի հանրային դպրոցի վրացական պարի համույթը։ Դահլիճը մարդաշատ էր։ Հավաքվել էր մունիցիպալիտետի ողջ հասարակությունը։ Ներկա էր նաեւ մշակույթի ու սպորտի ծառայության պետը։ Սա իսկապես շատ մեծ գեղեցիկ նվեր էր մեր կանանց համար եւ համալրված գեղեցիկ նոր կատարումներով, նոր համույթներով, այսինքն բոլորին շատ զարմացրեց Փոկայի պարային համույթը, որտեղ սինխրոնացված համաչափության այսպես կարելի ասել շեդերներ առաջ անգամ տեսա եւ պետք է ասել, որ սկսելով այսպիսի մինիմալիզմով, սև հագուստով եւ մենակ թմբուկի նվագակցությամբ բարձրացնել մինչև մաքսիմալիզմը այս պարերը եւ շատ մեծ աշխատանք էր պետք։ Ուղղակի շատ գեղեցիկ պար եւ համերգը ընդհանրապես բոլոր համերգը, ամբողջ համերգը, որ կազմակերպել էր մշակույթի կենտրոնը, Սայաթ-Նովա երգի համույթը եւ Փարվանա պարի համույթները մեծ գեղեցիկ նվեր մատուցեցին բոլոր կանանց աղջիկներին, մայրիկներին։ Սա երևի բավական երկար ժամանակ մնաց հուշերի մեջ, քան որ այնքան մեծ սիրով, մեծ ջերմությամբ էր այն նվիրատված, որ բոլորի սրտին այն դիպավ եւ բոլորս զգացինք այդ գեղեցիկ արվեստի շունչը։ Այնպես որ եւս մեկ առիթ է, որ նորից եւ նորից շնորհավոր եմ մեր բոլոր կանանց, մեր աղջիկների, մեր մայրերի, մեր քույրերի մարտի 8-ը ցանկանալ գարնանային շունչ, թող գարնը նրանց կյանքում երկար տևի, ունենան մնան իրենց այնպես գեղեցիկ, ինչպես հիմա են, ունենան բավականին լավ նորություններ իրենց կյանքում եւ թող այդ նորությունները այնքան բարի եւ այնքան գեղեցիկ լինեն, որ ոչ մի թեթևակի ինչ որ բան կարողանա փչացնել իրենց տրամադրությունը։ Այնպես որ թող այս տրամադրությունը երկար լինի մեր կանանց եւ աղջիկների մեջ եւ մենք կաշխատենք, որ անպայման նրանց ուրախությունը երկար տևի եւ մեր համույթներով եւ մեր ցուցահանդեսներով եւ մեր այն նախաձեռնություններով, որ կարող ենք մենք մատուցել նրանց իրենց կյանքում։ Գեղեցիկ պարեր, մայրերին նվիրված համահունչ երգեր, դահլիճը թնդում էր հանդիսատեսի ծափողջուններից։ Այսօր բնականաբար կանանց միջազգային տոնն է, մարտի 8-ը, ուստի Նինոսմինդայի մշակույթի կենտրոնում կազմակերպել էինք հերթական համերգային ծրագիրը նվիրված հենց այս տոնին, մեր շատ սիրելի կանանց, եւ օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել բոլոր կանանց այս գեղեցիկ օրվա կապակցությամբ, ցանկանալով առողջություն, երկարակեցություն, որ միշտ մնան համեստ, գեղեցիկ եւ միշտ փայլեն իրենց կանացի տեսակով։ Անկրկնելի գեղեցիկ էր Փոկայի համույթի կատարումը, վրացական պարը նրանք ներկայացրին շատ գրագետ ու գեղեցիկ։
այս գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ, մարտի 8-ի կապակցությամբ ցանկանում եմ առողջություն, երջանկություն եւ հաջողություն բոլոր ձեռքբերումներում, շրջապատված թող միշտ լինեն անսպառ սիրով, հաջողություններով ու ուրախություններով, գնահատված լինեն միշտ։ Ինչ վերաբերում է այսօրվա միջոցառումը շատ գեղեցիկ է, շատ մատչելի է, շատ տրամաբանական միջոցառում էր։ Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր կազմակերպիչներին։ Այստեղ ինչպես արդեն ձեզ համար հայտնի դարձավ, մեր Բոկայի հանրային դպրոցի վրացական պարերի համույթը ելույթ ունեցավ ու բոլոր մասնակիցների հետ մեկտեղ այսօրվա այսպես բարերով ասված տոնը դարձրեցին իրականություն։ Շնորհավորում եմ ևս մեկ անգամ բոլոր տատիկներին, բոլոր կանանց, բոլոր աղջիկներին։ Եվ մշակույթի տանը տեղի ունեցավ համերգ, որտեղ ես ներկայացա Սարոթ Հովմասյանի «Մամջան» երգով։ Ուզում եմ շնորհավորել կանանց միջազգային օրվա առթիվ բոլոր մայրերին, քույրերին եւ տատիկներին եւ ցանկանալ նրանց առողջություն եւ երջանկություն եւ երկար տարիների կյանք։ Ուզում եմ ես առաջվա պես օրոր ասես Կոնուսայնով սրտիս հետ օրերով խոսես Թող քեզ ամուր գրկեմ սիրտային կարոտից փրկեմ Я хочу поздравить всех с 8 марта. Сегодня у нас в молодежном центре был концерт, посвященный 8 марту. У нас было очень много номеров, танцы, пение. Также я хочу поблагодарить наш молодежный центр и наших учителей Фиалла Бабояна и Лусне Музыкяна за вот эту чудесную организацию, этот чудесный праздник. Всех с 8 марта! Ամեն տարի մեր մունիցիպալիտետում նշվում է այս տոնը, նշվում է տարբեր միջոցառումներով։ Այս տարի էլ բացառություն չեղավ։ Թող շնորհավոր լինի կանանց միջազգային օրը, չէ՞ որ նրանք իրենց էությամբ հանդիսանում են կյանքի ամենակարևոր էակները։